Խորհրդարանի դարպասների մոտ ազատություն են գոչում, երբ ազգային ժողովի շենքին է մոտենում Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ'Ֆլահերթիի ավտոշարասյունը։ Հավաքվածները եվրոպացի օմբուդսմենին հրավիրում են Հայաստանի քրեակատարողական հիմնարկներ։ Հայաստանի բանտերում քաղբանտարկյալները, Բաքվի բանտերում հայ գերիները նույն իրավիճակում են, պարզապես տարբեր հասցեներում։ Ցավով ասում է Արցախի խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ Վերաբերմունքը Հայաստանում ժողովրդի նկատմամբ, իրենց հետ չհամաձայնվող ժողովրդի նկատմամբ, նույնն է ինչ որ Բաքվի բանտերում։ Մարդու իրավունքները չպետք է ընտրովի պաշտպանվեն, վերահաստատում են խորհրդարանի մոտ ակցիա անող քաղաքական մշակութային գործիչները։ Շատ են ասում, որ լռությունը գին ունի, իսկ այդ գինը վճարում են փակի տակ հայտնված մարդիկ։ 4 տասնյակ քաղբանտարկյալներ, քաղաքապետներ, լրագրողներ, սրբազան հայրեր։ մեր սրբազանները բանտում աղոթք են անում ամեն օր մեզ համար, բայց երբ որ իրենք անազատության մեջ են, մենք ենք վնասվում, իրենց զավակներն են վնասվում եւ ես վստահորեն եմ ասում, ողջ հայ ժողովուրդն է վնասվում։ Եվրոպացի պաշտոնյաներին հորդորում են թույլ չտալ, որ մարդու իրավունքները մեր տարածաշրջանում դառնան առևտրի առարկա։ Խայտարակ բանաձևը, որ մեկ շաբաթ առաջ ընդունեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, Չեզոքություն չէ նրանց վարած քաղաքականությունը։ Մեր կոչն է, որպեսզի երկակի ստանդարտներով չառաջնորդվեն, հստակ գնահատական տան, այն իրավիճակին, որ տիրում է Հայաստանում, աչք չփակել, խուլ համը չձևանալ եւ դրանով իսկ չխրախուսել ես իշխանություններին, որ էլ ավելի ռեպրեսիվ համակարգը շարունակի օգտագործել։ Երբ 25 տարի առաջ Հայաստանը անդամակցեց Եվրոպայի խորհրդին, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի խոսքով հույս ունեին, որ եվրոպական ինտեգրման ճանապարհը մեր պետությանը բերելու է ազատություն, հավասարություն, բարեկեցություն։ Ես խնդրում եմ մի պահ շրջենք նկարները դեպի քաղաք, դեպի Երևան։ Թող Երևանը տեսնի իր բանտերում նստած իր զավակների Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկարները։ Այսօր մեր պահանջը շատ հստակ է, խոսել արդարության մասին, չթաքցնել իրականությունը, թույլ չտալ, որ Հայաստանի իշխանությունները օգտագործեն եվրոպական կառույցների հետ կրկնում են միջպետական հարաբերությունները այստեղ քաղաքական դիվիդենտներ շահելու համար։ Այստեղ հավաքվածների պահանջն է, որ միջազգային կառույցները խոսեն արդարության մասին առանց քաղաքական նպատակահարմարության։ Անընդունելի է, որ խաղաղության հասնելու համար մրցանակի են արժանանում իր երկրում գերիներ պահողն ու իր քաղաքացիներին ազատ խոսքից զրկողը։ Գաნა Մովսիսյան, Հենիկ Համազասպյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։